Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Ժամանակակից մանկավարժության առջև դրված են մի շարք չափազանց բարդ խնդիրներ, որոնց հիմնական նպատակը կայանում է նրանում, որ պետք է դաստիարակվեն մեր պետության քաղաքացիներ, ովքեր ի վիճակի կլինեն հետագայում ապահովել պետության տնտեսական զարգացումը, անվտանգությունը, առողջապահությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաները էապես ազդել են նաև դպրոցի վրա։ Եվ այժմ կարելի է ասել, որ պետք է վերանայել մի շարք կարևորագույն սկզբունքներ, որոնց հիման վրա նախկինում կառուցվում էին դասը, դասապրոցեսը, դաստիարակությունը դպրոցում, եւ դա ամենևին էլ հեշտ խնդիր չի եւ պայմանավորված է լուրջ գիտական վերլուծությամբ եւ այդ իսկ պատճառով ես այսօր ստուդիա եմ հրավիրել Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Կամո Աթայանին, ում հետ մենք կզրուցենք մանկավարժության արդի խնդիրների վերաբերյալ։ Բարև ձեզ, պարոն Աթայան, շնորհակալություն հրավերքս ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Աթայան, եկեք սկսենք նրանից, որ փաստենք մի կարևոր հանգամանք։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաները ամենուրեք ներթափանցել են եւ դա էապես անդրադառնում է նաեւ դպրոցական կրթության վրա։ Շատ հաճախ ասում են, որ այժմ արդեն այնպիսի ինֆորմացիա կա օրինակ նույն YouTube-ում, որ միգուցե պետք է վերանայել ուսուցչի դերը։ Այդ առումով ինչ կարծիք ունեք։ Կարելի է արդյոք ստեղծել ինչ-որ մի համակարգ, որը թույլ կտա փոխարինել ինչ-որ առումով ուսուցչին, թե սկզբունքային դերը ուսուցչի այժմ էլ համարվում է չափազանց կարևոր եւ հանգուցային։ Ուրեմն մի քանի տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն հայտարարեցին, որ իրենք գտնվում են տեղեկատվական հասարակության պայմաններում։ Դա նշանակում է, որ հասարակական կյանքի, տնտեսության բոլոր ոլորտները արդեն ինֆորմատացված են, տեղեկատվայնացված են։ Բնականաբար առաջի հերթին նաև կրթությունը։ Եկեք չմոռանանք, որ երբ որ 40-ական թվականներին ENIAC-ը առաջի հաշվողական համակարգը, էլեկտրոնային հաշվիչ մեքենային պատրաստվեց, անմիջական պատվիրատուների մեջ, հենց առաջինների մեջ կրթության համակարգն էր։ Դա բնական է։ Բոլոր քաղաքակրթական զարգացումների ընթացքում ինչ տեխնիկական միջոց ստեղծվել է, իսկույն կրթական համակարգում ներդրվել է որպես ուսուցման տեխնիկական միջոց։ Եվ այն ինչ որ մարդկությունը ստեղծել է մինչև հիմա, այդ բոլորի կատարողը այսօր բոլոր գործառույթների իրականացնողը համակարգիչն է, համացանցի հետ միասին։ ՏՀՏ կոչվածը այսօր իրոք մուտք է գործել։ Հիմա ձեր հարցի առումով, եթե մի քիչ փորձենք կոնկրետանալ, ուսուցման տեսությունը դիդակտիկան, որը մանկավարժության հիմնական հատվածն է, ինքը 3 հարցի է պատասխանում. ինչ սովորեցնել, ինչու սովորեցնել եւ ինչպես սովորեցնել։ Հիմա եթե ինչպեսին փորձենք պատասխան տալ, դա ուսուցման բուն գործընթացն է։ Այսինքն ուսուցիչը տեղեկատվությունը փոխանցում է աշակերտին եւ ուսումնաճանաչողական գործընթացը սակավ արդյունավետությամբ կամ բարձր արդյունավետությամբ իրականում դա կողմերի որոշակի նաև հատկություններից է կախված։ Փոխադարձ կայունակություն։ Այո, հետադարձ կապից, որ բայց հիմա մի քիչ փոխվել է դասական իմաստով ուսուցանողի եւ ուսուցանվողի մեջտեղում արդեն հայտնվել է ՏՀՏ-ն եւ արհեստական բանականությունը, ինչու դրա մասին մոռանալ, պետք չի մոռանալ։ Այսինքն դա նշանակում է, որ ավանդական դիդակտիկայի գործառույթների մեջ որոշակի փոփոխություններ պետք է կատարել։ Իսկ ավելի կոնկրետ դա նշանակում է, որ պետք է ստեղծվի թվային դարաշրջանի ուսուցման տեսություն, դիդակտիկա։ Դա խոսքը հենց դրա մասին էլ գնում էր։ Խոսքը հենց դրա մասին էլ գնում է եւ դժբախտաբար համակարգված ձևով այդ գործընթացները ես չեմ տեսնում, որ հատկապես մեզ մոտ ընթանան, որը սխալ է։ Այսօր եթե մենք գնանք դասերին մասնակցենք, մի բան, որ ես հաճախակի եմ իրականացնում, իհարկե դրա տարերը մենք տեսնում ենք, բայց այնպիսի մի համակարգ, այնպիսի ուրեմն գործողությունների կանոնակարգված ուսուցողական գործողությունների կանոնակարգված հատված, որ
ստեղծվի եւ առաջարկվի մանկավարժական հանրությանը, դա ես չեմ տեսնում։ Դրա համար անհրաժեշտ է նախ շատ ու շատ քննարկումներ։ Մի բան, որը էլի տեսանելի չի, ամենայն դեպս դուք լավ գիտեք, մեր բացի բնագիտական, մաթեմատիկական առարկաների վերաբերյալ մեր այդ քայլերից 8-րդ գիտաժողով մենք անցկացրինք մի քանի ամիս առաջ, տեսանելի չեն, միգուցե կան մենք չենք իմանում, բայց ցանկալի է որ լինեն այդպիսի բաներ։ Եվ այդ հարցերը պետք է քննարկվի։ Այդ հարցերը երկկողմանի պետք է քննարկել։ Նախ առարկայագետ ուսուցիչները, որոնք այդ գործընթացի ամիջական process-ի մեջ են, իրենք իրենց առաջարկությունները պետք է անեն, եւ երկրորդը մշակումներ, որոնք այդ գործընթացը, այսպես ասած, գիտականորեն վերլուծող մարդիկ են դրանք իրականացնում, մանկավարժներ, հոգեբաններ, ՏՀՏ մասնագետներ, համակցված ձևով գեղեցիկ իրենց առաջարկությունները, երաշխավորագրերը։ Կարգերպ ասած, ընդհանուր պլատֆորմա պետք ձևավորել։ Պիտի ձևավորվի։ Վերջերս եղավ առաջարկություն, այդպիսի մի հավաք կազմակերպի կրթությունը թվային դարաշրջանում, հիմնախնդիրներ, լուծումներ խորագրով, բայց այդպես էլ այս վերջերս ես չեմ նկատում, որ ակտիվություն լինի։ Ուղղակի մենք երևի թե մեր հաջորդ գիտաժողովի մեջ առանցքային թեմաները բնագիտական, մաթեմատիկական, տեխնիկական, STEM ուղղություններով հենց դա դարձնենք։ Բարի։ Պարոն Աթայան, այդ դեպքում փորձեք հասկանալ այս ամենը երեխաների տեսանկյունից։ Այն աշակերտները, ովքեր ակտիվ հետաքրքրվում են ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանով, ստանում են էական ինֆորմացիա ինտերնետից։ Դրա հետ մեկտեղ մեր երկրում դա ամենայն հավանականությամբ խորհրդային միության փլուզման հետևանքով տեղի ունեցավ, շատ ուժեղ շեղումը գնաց դեպի հումանիտար առարկաներ եւ կարելի ասել, որ այս վերջի մի քանի տարին է, որ հստակ պատկերացում է ձևավորվել, որ պետք է ձեր ասած STEM եւ բնագիտական կրթությունը զարգանա, որովհետեւ պետության հզորությունը տնտեսական հենված է հենց այդ առարկաների վրա։ Մյուս կողմից ողջ աշխարհում այդ խնդրը կա եւ հասկանալի է դառնում, որ ինտերնետը կարող է նաեւ հանդիսանալ շատ լուրջ աղբյուր օգնական դառնա ուսուցչին, սենց ասենք երիտասարդների հետաքրքրությունը դեպի բնագիտական եւ տեխնիկական առարկաները մեծացնելու համար։ Ես օրինակ կբերեմ, պարզապես մի քանի տարի առաջ ես շատ հետաքրքիր փաստ ակնարկեցի, որ Մեծ Բրիտանիայում մոտավորապես 100,000 ճարտարագետների կարիք կար եւ մասնավորապես մեծ խնդրեմ կար մեքենաշինության ոլորտում եւ շատ հայտնի բրիտանական մի ընկերությունով մեքենաներ էր արտադրում, ես չեմ հիշում որն է, սխալ հանկարծ չասեմ, բայց շատ հայտնի ընկերություն, ուղղակի բառից բուն իմաստով ուղիղ եթերով ցույց էր տալի, թե ինչպես են իրենք մշակում նոր մեքենայի դիզայնը, աշխատանքը, այսինքն նույնիսկ ինչ որ գաղտնի ինֆորմացիային բաց կերպով հաղորդում, որ երեխաների հետաքրքրություն առաջացնեն։ Արդյոք պետք չէ այս հանգամանքի վրա ուշադրություն դարձնել եւ հատուկ նպատակաուղված աշակերտական համայնքի համար այդպիսի գործունեություն սկսել ծավալել, որ միանշանակ շատ հետաքրքիր էր հարցը, այն առումով նաեւ, որ երեք ես ունեմ 30 կրեդիտանոց համակարգում հիմա ֆիզիկայի ուսուցչի որակավորում հայցորդ, ինքը Թումո կենտրոնի աշխատողն է, երեք վերջի դասերից մեկն էր եւ դուրս գալուց ես իրեն ասացի, իմ կարծիքով ֆիզիկայի եւ հարակից ուղղությունների նկատմամբ հետաքրքրությունը ամենայն հավանականությամբ պետք է նորագույն տեխնոլոգիաների միջոցով նորից մենք վերականգնենք։ Ինքը մի տեսակ սկզբից ասացի, այո, երկկողմանի է այդ process-ը։ Եթե մենք երեխաներին բացատրենք, որ ոչ մի նոր տեխնոլոգիա գոյություն չեր ունենար, եթե չլիներ ֆիզիկայի, քիմիայի, նյութագիտության, մաթեմատիկայի բնականաբար այդ զարգացումները եւ դա ոչ թե ընկել է երկնքից, այլ ֆիզիկոսների լաբորատորիայում այն իակը առաջին։ Այո, հենքը այնտեղ։ Եթե արդեն մենք բացատրենք այդքանը իրենց,
իրենք արդեն կսկսեն այլ ձևով մտածել։ Եվ բնականաբար մենք պետք է կարողանանք դասը հետաքրքիր դարձնել։ Այստեղ ես մի հատ հարց տամ։ Ուսուցչի դերը այստեղ շատ մեծ է։ Երևի կենտրոնական դերը սկսում է խաղալ ուսուցիչը, ով պետք է այդ ինֆորմացիան փոխանցի։ Միշտ էլ մնալու է ինքը։ Ես ԱԲ-ի հետ հաճախ եմ զրուցում ճակերտներով, ես իրեն այդ հարցը տվել եմ արդեն, եւ ինքը ինձ պատասխանում է, որ մենք ուսուցչին չենք կարող։ Այսինքն արհեստական բավականությունը ինքը ընդունում է, որ ուսուցչին ինքը չի կարող։ Ուսուցիչը ով է։ Ուսուցիչը դասի ոչ միայն կառավարիչն է, դասը կազմակերպողն է եւ դասը անհատականացնողն է։ Այդ 30 աշակերտները պայմանական եմ ասում, որ դասարանը նստած են, 30 տարբեր բնավորություններ են։ Մեկը կարող է այդ խնդրեմ ունենա, որը մյուսները չունենան։ Կարող է ինչ-որ խնդիրներ ընդհանուր լինի։ Մեքենան, արհեստական բանականությունը, այդ զգացողությունը դեռևս չունի եւ երկար ժամանակ չի ունենալու։ Դրա համար մարդը, որը ճանաչում է այդ դասարանը։ Որտեւ սկսնակ ուսուցիչը դեռևս խնդիր ունի։ Մինչև դասարանին ինքը չճանաչի, նորմալ ինքը պարապմունքներ վարել չի կարող։ Ամեն մի երեխայի անհատականություն կարող է ԱԲ-ն դա անել, չի կարող։ Ժամանակի ընթացքում հնարավոր է, որտեղ եթե քվանտային համակարգչի մասին ենք խոսում, որը մի քանի րոպեում այնքան հաշվարկներ է կատարում, որը մի քանի հազար տարում է սովորական սուպեր համակարգիչը կատարելու հնարավոր է, բայց այս պահին դեռևս չէ։ Եվ բոլոր այդպիսի փորձերը, բայց ինքը շատ լավ օգնական է։ Իրեն կարելի է դասի ցանկացած պահի կիրառել տեղին անհատականացված ուսուցում կազմակերպել, լավ գնահատման համակարգ ձևավորել դասարանում, ինչքան ասես խնդիրներ, առաջադրանքներ բոլորին տալ դասի ընթացքում, շատերին գնահատել ի վերջո արդյունավետությունը նաև դրանով է։ Եվ այս բոլորը էլի կատարող կազմակերպող ուսուցիչն է։ Այսինքն եթե ինքը ՏՀՏ-ին չտիրապետեց, ինչքան էլ առարկայի մեջ ինքը խորացած լինի, ինչքան մանկավարժության մեջ խորացած լինի, ինքը հաջողություն ունենա ժամանակակից դպրոցում չի կարող։ Երեխաները պարզապես չեն հասկանում։ Հաճախ երեխաները ավելի լավ, եկեք չենք վիրավորում, բայց այդտեղ էլ հակասություններ են առաջանում։ Այսինքն ուսուցիչը ես օրինակ հաճախ լինում է իմ դասախոս գոլեգաների հետ եմ խոսում, նրանք ասում են, որ երբեմն լինում է պնդումներ եմ կատարում դասի ժամանակ։ Մեկ էլ նկատում եմ, որ առավել պրպտուն ուսանողները մեկ էլ հանում են իրենց հեռախոսներ եւ սկսում են փնտրել, թե ինչ է ասում այդ առումով միանշանակ նույն ԱԲ-ն ինտերնետում ինչ ինֆորմացիա կա։ Եվ ես սիրում եմ կարիճով աշխատել։ Այլ կերպ ասած, դա այնպեսի մի նոր սերունդ է, որը լրիվ այլ սկզբունքներով է առաջ։ Ես որ տեսել եմ արդեն այդ process-ը կա, հաճախ ինքս եմ ասում, կարող է այդ թիվը սխալ եմ ասել, մի հատ ստուգեք, տեղն ու տեղը բոլորը ստուգում են, ֆիզիկայի դասապրոցեսում, գիտեք, ցուցադրական փորձի դերը, ասում եմ, այս ինչ փորձը տեղն ու տեղը գտնում են եւ բոլորն են արդեն որոնում, անհատականացված, միասին նայում ենք դետալներով, ինչ որ սկսում ենք վերլուծությունը, այնպես որ օրինակ ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է կարողանանք հեռախոսը դառնանք ուսուցման միջոց։ Հավաքելով, օրինակելով Ֆրանսիային կամ խնդիր չենք լուծում։ Եթե այսօր այդ խնդիրը թվում է թե լուծել ենք, վաղը արդեն մենք կանգնելու ենք խնդրի առաջ։ Մենք բոլոր այդ միջոցները ՏՀՏ-ի եւ համացանցի հետ եւ հեռախոսների պետք է դարձնենք ուսուցման միջոցներ։ Միայն այդ դեպքում հետընթաց չի լինելու։ Եթե որևէ մեկը մտածում է, որ հետընթաց չի լինելու դա, մենք այդ դարաշրջանում ենք, վերջ։ Պետք է համակերպվել եւ փաստացի։ Ուսուցիչ այսօր կոչում այն անznավորությունը, որը իր առարկայի գիտությանն է տիրապետում, մանկավարժությանն է տիրապետում, հոգեբանությանն է տիրապետում եւ տիրապետում է ՏՀՏ-ին։ Այս բոլորի խառնուրդն է ուսուցիչ։ Եթե ինչ որ մի էլեմենտ պակասի, նա արդեն աշխատել չի կարող դպրոցում։ Պարոն Աթյան, մենք գիտենք, որ այս վերջի տարիների ընթացքում գիտության պետական կոմիտեն եւ գիտությունների ազգային ակադեմիան համատեղ անց են կացնում դպրոցականների գիտական փառատոն։ Մի հրաշալի միջոցառում է, որի ընթացքում դպրոցականները իրենց գիտական ծրագրերն են ներկայացնում եւ ներկայացնում են ինչ-որ պրոյեկտներ, որոնք նաեւ հետագայում շատ լուրջ քննվում են եւ հաղթողները նաեւ մասնակցում են միջազգային փառատոների։
Սակայն հասկանալի է, որ այս ամենը պետք է սկսի կրել մասսայական բնույթ։ Եվ ես օրինակ երբ աշխատում էի Իսլանդիայում, ես հիշում եմ, որ Իսլանդիայի համալսարանում Iceland University որ կար, ուշ գիշերը գալիս էր եւ տեսնում էր դպրոցականների, երեխաների, ովքեր պարզապես նստած էին, իրենց տրամադրված էր հրաշալի լաբորատորիա, եւ ինչ-որ գործ էին անում։ Չեք կարծում, որ մենք այսօր այդպիսի դպրոցական գիտական կազմակերպությունների կարիք ունենք, որովհետեւ հատկապես հեռավոր շրջաններում, որտեղ բացառիկ կոչված երեխաները անշուշտ կան, պետք է այդ երեխաներին գտնել, բացահայտել եւ ուղղորդել դեպի գիտություն եւ տեխնոլոգիաներ։ Եվ ինչպես եք տեսնում այդ հարցի լուծումը, որտեղ դա իրոք կարևոր բան է։ Շնորհակալություն, միանշանակ ճիշտ եք նաև այն հարցում, որ գիտությունը պետք է սկսվի դպրոցից։ Պետք է այսպես ասած ձևավորվի դպրոցական գիտության համակարգ։ Տեսեք, ուսանողական գիտական ընկերություններ, ուսանողական գիտություն եզրույթը կա։ Այո։ Մեծ գիտությունը բնականաբար կա։ Ինչու՞ չլինի նաև դպրոցական գիտական ընկերություն։ Այո։ Եվ դա իրոք ճիշտ ասացիք, որտեղ մենք բազմաթիվ անգամներ ենք այդ հարցը նայել, այո, ամեն մի նոր լավ մոռացված հիմնա ինչ որ միտեղ։ Վաղուց, շատ վաղուց դրա մասին, օրինակ անձամբ ֆիզիկայի ուղղությամբ 80-ական թվականներին այդ բանը մենք փորձարկել ենք։ Ավետարանոց դպրոցում ստեղծել ենք տարբեր մրցույթների մասնակցել այդ ընկերությունը առանձին անդամներով։ Հետո էլ կազմակերպել է Արցախի դպրոցականների նման ընկերությունների առաջի տոն մրցույթ։ Ձեր ասած փառատոնին նման ինչ որ մի բան։ Եվ մասսայական է եղել, նաև ակտիվ, ինտերակտիվ մաս է եղել ֆիզբոյ, ֆիզիկական մարտի ձևով, որը կարելի է նաև հիմա անել։ Այնպես որ այդ հարցին միանշանակ ես դրական եմ վերաբերում, այդ փառատոնը կարևոր է, փառատոնի բովանդակությունը պետք է ել ավելի հարստացվի, այդ ինտերակտիվ մասերն էլ պետք է լինեն, пассив դիտորդի դերում չլինեն որպես երեխաները եւ ամեն մի դպրոցում կարելի է արդեն աշակերտական այդպիսի միավորումներ եւ ակումբներ ստեղծել։ Բավականին աշխատել ենք այդ ուղղությամբ, օրինակելի կանոնադրություն ունենք նույնիսկ, ունենք մշակումներ, ինչպես այդ ամբողջը կատարել, նույնիսկ ենթադրվում է, որ դա կունենա հանրապետական մի օղակ, որը կմիավորի այդ ամբողջին փոքր ակադեմիայի նման աշխարհում այդ փորձն էլ կա ի դեպ, եւ մենք կարող ենք ձեր ասած իրոք այն երեխան, որը հեռավորության վրա է գտնվում եւ որը օժտված է, ինչ մեղք ունի, մենք պետք է անպայման կարողանանք նրա հետ աշխատել եւ հասցնել։ Պատահական այդ հարցը չտվեցի, իմ քայլ հիմնադրամի գործունեության շրջանակներում մենք մի քանի ամիս առաջ մեկնեցինք Գյումրի եւ Գյումրիի ուրեմն դպրոցականների հետ հանդիպեցինք, այնտեղ, եթե չեմ սխալվում, Շիրակի մարզի կրթության բաժնի պետը մի հրաշալի միջոցառում կազմակերպեց, որին մենք գնացինք եւ մասնակցեցինք, ու ես ուղղակի հիացած էի մնացել, թե ինչ փայլուն երեխաներ էին եկել։ Մենք կարդում էինք գիտահարամատչելի դասախոսություններ եւ ընդ որում ոչ միայն ես, այլ նաեւ իմ ասպիրանտները եւ մագիստրոսներն էին եկել իմ հետ եւ տեսնելով այդ երեխաների այդ վառ աչքերը, ես ճիշտ ասած հասկացա, որ մենք շատ լուրջ անելիք ունենք, որովհետեւ ուղղակի փայլուն երեխաներ կան։ Գյումրիում ես նույն երաշալի երեխաներ էին, էլի։ Ոնց կարելի է այդ հարցին լուծում տալ։ Ակնհայտ է, որ պետք է մեկնել շրջաններ եւ փորձել գոնե ինչ որ մի process-ի հիմք դնել, որը այդ երեխաներին բացահայտենք։ 21-րդ դարում ենք եւ զուտ գնալու պրոբլեմը կարելի է լուծել, գնալ գալ։ Եթե դուք ասեք, որ մենք կարող ենք նաեւ հեռակա այդ ամենը կազմակերպենք, ես միանգամից կարող եմ հակադարձել, որ փորձը ցույց է տալի, որ արագ մարում է, անմիջական շփումը եւ ակտիվ փոխազդեցությունը անփոխարինելի է, համաձայն եմ։ Հասկանում եք, շատ կարևոր է։ Բայց ով է մեզ խանգարում,
եթե Շիրակի մարզի այդ դպրոցը, որի մասին դուք հիշատակեցիք, այնց է որ հավաքել էին տարբեր դպրոցները, մի քանի դպրոց, ով է մեզ խանգարում, որ ամսվա կտրվածքով եթե 2-3 պարապմունք արկա է լինում, մեկն էլ լինի on-line տարբերակով, ով է խանգարում։ Չէ որ այնտեղ այդ սեկցիաներ են լինելու, այդ գիտական ընկերությունը կամ ակումբը ունենալու է բնագիտական, կարելի է տապ տրոհել, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, աստղաֆիզիկա, աստղագիտություն, ասենք, կոնստրուկտորավորում, նախագծում եւ այլ այդպիսի ուղղություններ։ Եվ բնականաբար այդպիսի մասնագետների կարիք մենք զգալու ենք։ Այնպես որ հնարավոր է որևէ ուղղությամբ on-line տարբերակով կապը հաստատվի, գրաֆիկը կազմված, նախորոք եւ այլը, այդ ընկերության պարապմունքը, այդ երեխաները որակյալ մասնագետի խորհուրդները, երաշխավորությունները ստանան on-line տարբերակով։ Զուգակցել է պետք։ Նաև շատ բնական հաջորդ հարցին, որ այստեղ պետք է կազմակերպվի նաև աշխատանք ուսուցիչների հետ։ Բնականաբար, որովհետև դա խորհրդային միության ժամանակ ես հիշում եմ փայլուն ամսագրեր էին գործում։ Կվանտ ամսագիրը, որը երևի ամենագլխավոր ամսագիրն էր։ Այո։ Ֆիզիկա շկոլի ամսագիրը կար մեր հայկական մաթեմատիկայի ֆիզիկան դպրոցում։ Մաթեմատիկա շկոլի, բիոլոգիա շկոլի, բոլոր ուղղություններով կենտրոնականը կար, որում ես կարող եմ ասել, որ ասենք ակադեմիկոս Լև Բարիսովիչ Օկունյանը իր մտորումները պայմանավորված ռելատիվիզմում զանգված գաղափարը ներմուծելու կամ չներմուծելու եւ խոսել հանգստի էներգիայի մասին, թե հանգստի զանգվածի էներգիայի, նա փորձում էր իր աշխատանքը ֆիզիկա շկոլի ամսագրում տպագրել, չէին համաձայնվել, համարում էին, որ դիդակտիկային դեմ է գնում եւ նա ստիպած ուֆենում էր տպել։ Ես այդ հոդվածը ունեմ, այնտեղ իհարկե շատ մտքեր կան։ Ուզում եմ ասեմ, այդ կարգի հզոր դեմքեր, նրանք համարում են, որ պետք է հաղորդակցվեն դպրոցի հետ ընդհանրում շատ լուրջ։ Այո։ Այդ դեպքում այդ ուսուցիչների հետ ինչպիսի հնարավոր տարբերակներ կա աշխատել եւ կազմակերպել այդ։ Ընդհանրապես այդ խորհրդային համակարգի կրթության համակարգի մասին որ խոսում ենք եւ ասում ենք որ ամբողջ աշխարհը ընդունում էր որ հաջողված, իրոք այդպես է եղել։ Բայց ես գտնում եմ որ դրան բնականաբար հետընթաց Աննայինա նա եղել է պլանային տնտեսության արգասիկ, ամեն ինչ վերինաշճանի պլանավորված էր այդ երկրում, բայց լավ բաները կարելի է շուկայական տնտեսության հարիր կրթական համակարգի նկատմամբ օգտագործել վերանայելով շատ-շատ բաներ։ Այդ թվում նաև վերապատրաստման համակարգ։ Տեսեք, համարյա եզակի երկիր ենք, որ ամենամեծ ոլորտը կրթության ոլորտն է, մոտորապես 31-32,000 ուսուցիչ ունենք, մոտորապես 400-420,000 դպրոցական ունենք, մի 100,000-ի կարգի ուսանող ունենք, մի 15-14-15,000 ուսանող ունենք այսօր, չէ, դասախոս ունենք կներեք 100,000 ուսանող։ Այս թվերը որ կա, դրանց հետ աշխատողը ուսուցիչն ու դասախոսն է, ճիշտ է։ Բայց գիտական, հետազոտական բնույթի մանկավարժական որևէ հիմնարկ մենք չունենք։ Ունեինք բարեփոխումների կենտրոն, հետո դարձավ կրթության ազգային ինստիտուտ, սպասում էինք, որ ինչ որ ավելի զարգացում, մեծ ստատուսնաճեր կբերի, դա էլ փակվեց։ Խորհրդային միության ժամանակ կար Մոսկվայում, չէ, ոչ մենակ ԱՊՆ-ներ, կար ՆԻԻՍՄՕ էր կոչում, Научно-исследовательский институт систем методов обучения։ Այսինքն հատուկ ինստիտուտ էր, որը կազմում էր։ Այո, որը հենց զբաղվում էր այդ հարցերով։ Այսինքն ԱՊՆ-ը Ակադեմիա Պետագոգի մանկավարժական գիտությունների ակադեմիա կար, որը ուներ իր ինստիտուտների համակարգը, այդ թվում նաև ձեր ասած ինստիտուտը։ Հետո փլուզումից հետո եղավ ՌԱՕ, այսինքն образование, որը հիմա մնում է էլի ինստիտուտների համակարգով։ Այո։ Եվ դա բավականին լուրջ գործեր է անում, այդ թվում հիմնականում ուղղություններով ուսուցիչների հետ։ Այդպիսի ինչ որ մի բան պետք է որ մենք ունենանք։ Այդ գործընթացը շատ լուրջ է, քննարկումների կարիք է զգում եւ պետք է այդտեղ ներդրումներ կատարվի, պետք է այսօր մանկավարժական գիտության իմ նախընթերներով բուհերի համապատասխան ամբիոններն են մասնակցում, իսկ մանկավարժական համալսարանի բնագիտական ուղղությունների վիճակը մենք լավ գիտենք։
Այո, այդ պրոբլեմատիկա։ Ես Այսինքն շատ ամբիոններ նույնիսկ արդեն փակվել են։ Խոսացել, ով ասաց, որ մի քանի տարի հետո ինքը լուրջ պրոբլեմա ունենալու ֆիզիկայի, կենսաբանության եւ քիմիայի ուսուցիչների հետ կապված մասնագետներ չկան։ Մաթեմատիկան ավելի լավ վիճակում է, բայց այդ առարկաները ասած պարզապես անմխիթար վիճակում։ Այո, այո։ Եվ երևի թե վերջապես ամենակարևոր հանգամանքը, որ կա ուսուցչի մասնագիտությունը երևի պետք է մեր հասարակության մեջ ամենահարգված մասնագիտությունը լինի։ Եվ նորմալ վարձատրվի։ Բնականաբար պետք է վարձատրվի։ $300-$600 աշխարհի միջին $2500-$4000 ամսվա դրույքի համար։ Չնչին գումար, չնչին աշխատանք։ Չնայած պետք է նշեմ, որ հիմա կա այդ ատեստավորված սկզբունքը, սակայն շատ հաճախ լինում է, որ էլի դպրոցի տնօրենի հետ եմ ես ունեցել զրույց, հիմա ես չեմ ուզենա փակագծերը բացել, էթիկայի հարց կա, բայց ինքը ասում էր, որ ամեն կերպ ինքը խրախուսում է մանկարժական կոլեկտիվի, բայց քչերն են ցանկություն հայտնում գնալ հանձնել այդ ատեստացիան։ Կարծում եմ դա այն իներցիան է, որը եկավ խորհրդային միության փլուզումից հետո, երբ ուսուցչի նկատմամբ վերաբերմունքը էապես վատացավ։ Եվ կարծում եմ, որ ամենակարևորը հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը։ Դպրոցին պատվեր տվող հասարակությունը։ Յուրաքանչյուր ծնող պետք է հասկանա, որ իր երեխայի ապագան ճակատագիրը ուսուցչի։ Միանշանակ պետության ճակատագիրն էլ դպրոցն է որոշում։ Եթե պետությունը կարողանում է այնպիսի վիճակ ստեղծի, որ դպրոցը, ընտանիքը եւ հասարակությունը որպես մի եռանկյունի կայուն այդպես վիճակում կան, փոխգործակցության մեջ են, կրթական համակարգը նորմալ սկսում է աշխատել եւ պետությունը հզորանում, ազարգանում։ Դա մի արժեք, հենքը եթե չկա, արդեն ինչ որտեղ ինչ որ բան սխալ է եւ նույնիսկ տենց արտահայտություն կար, չէ՞, որ ասում էին, եթե մենք այժմ չկառուցենք դպրոցներ, ապա հետագայում պետք է բանտեր կառուցենք։ Բիսմարկի հայտնի բազմավոր Բիսմարկը չի, ես էլ կարծում եմ Բիսմարկն է, բայց բազմա ինչ որ գեներալ է դրա մասին ասել։ Ես էլ կարծում եմ դա վերագրվում է Բիսմարկին, բայց դա շատ լուրջ է։ Իսկ եթե չես ցանկանում որ բանտեր կառուցես անընդհատ դպրոցին ուշադրություն դարձրու։ Միտքը մոտորապես այսպես է ընկում եւ ճիշտ է բնականաբար։ Հուսանք, որ մեր հասարակությունը ժամանակի ընթացքում ավելի լուրջ խորությամբ կհասկանա այս ամենը եւ կուղորդի երիտասարդներին դեպի կրթություն, իրական, ոչ թե ֆորմալ։ Շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն։